Փաշինյան, դուք ասում եք ԱԱԾ-ն ձեր ենթակայությամբ է գործում, բայց արդյոք արձակուրդի մեջ գտնվող վարչապետին կարելի է ինչ-որ տեղեկություններ փոխանցել եւ վարչապետն որպես տեխնացու դա քարոզչական քարոզչության ժամանակ հայտարարի եւ ամեն դեպքում պատրաստվում եք 200,001 զանգ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ այս թեմայով թե չէ, ասել եք 200,000 զանգեր։ Ինչքան։ Ներողություն, 200։ Բաղավարության ասում իսկ կազմակերպում է, ամենս հնարավոր է, որ այդ թեմայով էլ Վլադիմիր Պուտինի հետ խոսեք թե չէ, եւ հիմնական հարցերը Այդ հիմնական հարցերը չէ։ Ոսկի ձկնիկի անեկդոտը գիտեք։ 300,000 ադրբեջանցիների թեման այս քարոզ արշավի հիմնական բանավեճերից մեկն է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրեթե ամեն օր պնդում է, որ ձեր իշխանությունը նրանց ընդունելու պարտավորություն է ստանձնել եւ ասում է, եթե նման բան չկա, թող որ Փաշինյանը կանգնի ու ասի սուտ է։ Հիմա դուք ասում եք սուտ է։ Եվ վերջին հարցը, և մեկ հստակեցում ամեն դեպքում, պարոն Փաշինյան, տեսեք, դուք ասում եք սուտ է այդ հարցը հիմա այս փուլում չի քննարկում, թե տալիս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվել Հայաստանում։ Տալիս են երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանություն, այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք տալիս են երաշխիքներ, այո, տալիս են երաշխիքներ։ Ասեք ամբողջական Ինչ։ Եվ պարոն Փաշինյան, շաբաթվա սկզբին մի տեսանյութ ցուցադրեցիք, որտեղ դիմակավորված անձիկ սպառնում են, ամենայնպես հանրությունը ձեր ռիլից դրա մասին տեղեկացավ, եւ ասացիք, որ գտնելու եք իրենց, իրավապահները սովորաբար շուտ գնում են եւ սպորում իջներ հավահումը, որովհետեւ երբ որ իսպանիական տեխնոլոգիաներ չեն հրապարակվում, ընդդիմության խոսույթն է ուշադրավ դառնում, որ սա իշխանությունն է կազմակերպել, քաղաքական դիվիդենտներ հավաքելու, հանրության մոտ հուզական պրոցեսներ առաջացնելու եւ ռեպրեսիաներ կիրառելու համար։ Եվ մեկ կարճ հարցել, պարոն Փաշինյան, ձեր խոսույթի հետ կապված կզեցնել, չոկացնել, ֆորերով տալ, կողրել եւ այլն, երբ դուք նման խոսույթ եք կիրառում, հիշում եմ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի ձեր ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում եք, երբ հայրանքին հայրանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանեմ, խնդրում եմ դա չտալել որպես թուլություն կամ վախկոտություն, այն նվիրվածություն մերից կընդունած էթիկայի կանոնակարգից, դուք այսպես ով եք նվիրված ձերից կընդունած էթիկայի կանոնակարգի, պարոն Փաշինյան։ Նախ ձեր հետևից չեմ հասցնում գրի առնեմ բոլոր հարցերը։ Զանգ, գիտեք, զանգ միշտ էլ կարող է լինել։ Այսինքն դա աշխատանք է, հարգելի գործընկերներ։ Այսինքն զանգը ես 200 զանգի համար ինչի համար եմ ասում, որտեղ դա այսինքն աշխատանքի մաս է ամենօրյա։ Եվ զանգը լինում է ըստ անհրաժեշտության, ըստ պատերության։ Կարող է լինել, կարող է չլինել։ Երկրորդ հարցը, որ ես արձակուրդի մեջ եմ, լավ, ես արձակուրդի մեջ եմ, ուրեմն ինչի եք ինձ հարցնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Ես էլ կարող եմ ասեմ, ես արձակուրդի մեջ եմ, ես տեղակ չեմ, ինչ է կատարվում ընդհանրապես։ Այսինքն հասկացան, որ արձակուրդի մեջ եմ, բայց վարչապետն եմ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի, թե չունի։ Բնականաբար, ասենք, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բայց տեղակ չլինեմ։ Դիմակի հետ կապված, ես կարծում եմ մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր եւ ըստ էության այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկություն է, որովհետեւ մենք ապացույց չունենք, մենք անազգանուններ ունենք եւ այդ անազգան բնականաբար եթե բնականաբար նրանց հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր են գործադրել եւ տեսել են, որ նրանք 2024 թվականից Հայաստանում չեն։
եւ ավելին նախկինում մեծ հավանականությամբ նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել մասնավորապես հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք հնարավոր է բայց սա ընդհանրապես օպերատիվ տեղեկություն է սուտ է մի անգամ ասցի ճիշտ է ասցի ասելա կալուգացի օլիգարխ ասելա թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի որ սուտ է ես նստած ասեցի որ սուտ է եւ երաշխավորում եմ թե չեմ երաշխավորում այո երաշխավորում եմ եւ դա կապված է նրա հետ որ ես ասում եմ որ Լեռնային Ղարաբաղի Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու, վերադարձի թեմա Գետաշեն չի լինում եւ այլն եւ այդպես շարունակ այո երաշխավորում է դա անհեթեթ թեմա է դա կոնֆլիկտի թեմա է դա խաղաղության թեմա չի եւ սա այնքան ակնհայտ է ես նույնիսկ զարմանում եմ որ այսինքն դու կարծիք հիմնական թեմաներից մեկն է քարոզարշավի այսինքն դա ինձ համար նորություն է որ դա հիմնական թեմաներից մեկն է քարոզարշավի կրկին սուտ է եւ երաշխավորում է Քյարքյանունը Google Maps-ում նոր չի հայտնվել միշտ է եղել միշտ եւ մնացած էլի հարցեր խոսույթի հետ կապված հա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 բայց ամեն ինչ չափսահման Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որ իմ դեմ է փորձել, իմ դեմ են օգտագործել։ Դե դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծում մեկն է, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք ուժերը պետք է խորհրդան չանցնեն ուղղակի, եւ դա շատ իրատեսական խնդիր է։ Եվ հակառակ դեպքում չի լինելու, որովհետև այդ մարդիկ փաստարկ չունեն, էլի տենց ինչ որ անընդհատ ինչ որ բաներ են խոսալու եւ հա կարելի է մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, բայց այսինքն դա չի կարող հավեր շարունակվի։ Եվ ես ասում եմ, այդ դոզան էլի կուտակվելու է եւ հակադարձվելու է։ Ես չեմ պատրաստվում ամեն օր անեմ դա, բայց դա ի վերջո հասկանանք օբյեկտիվ իրականություն է։ Հազար ներողություն որ ձեր վրա եմ օրինակ վերում, բայց եթե ես ձեզ ամեն օր անընդհատ այդ նույն բանը ասեք, դա մի օր կասեք դե լավ, դե սենց է, երկրորդ օրը, բայց մի օր բան կանեք, չէ՞, մի օր կասեք լավ, ամեն ինչին չափսահման կա։ Այսինքն ցանկացած մարդկային հարաբերության մեջ այդպես է։ Ցանկացած քաղաքականությունից դուրս է։ Ցանկացած մարդկային հարաբերություն, երկու մարդու ցանկացած հարաբերության մեջ տենց է։ Որտեվ հա դուք կարող եք շատ կրթված լինել, շատ կոռեկտ լինել, դուք ձեզ համար ունենաք էթիկայի որոշակի բաներ, կանոններ, բայց մի X պահ կա, որ ասեք հա լավ հասկացանք։ Այս աշխարհում մենակ ես ունեմ էթիկայի կանոնագիրք։ Այդ էթիկայի կանոնագիրքը իմիջայլոց, եթե հիշում եք, ես 2025 թվականի հունիսին չէ, ավելի ուշ, ես ասացի եկեք դադարեցնենք դա։ Բայց այդ առաջարկը ման չստացավ, արձագանք չստացավ, եւ նույն ձևի շարունակվեց եւ շարունակվում է։